Սիրելի եղբայրներ եւ քույրեր, անցյալ շաբթվա մեր գոչեն յետք լուրերեն իմացանք, որ Միշիգան նահանգի մեջ 88 տարեկան անձը այդ բամփաս, որ ստիպված եղած էր գործի վերադառնալու հանգստյան կոչվել է յետք, անագնկալորեն $1,700,000 ավելի նվեր ստացած էր, որպեսզի այլևս թատրեր աշխատելի։ Աշխարհի 4 կողմերը օտարականներ այս գումարը նվիրած էին անոր պատմությունը իմանալը յետք եւ ավստրալիացի աստեցիկ գործիչը ինֆլուենսերը դեսերիզով գոչ գրած է TikTok-ի մեջ։ Այդ բամփաս շուշ 10 առաջ գործի վերադարձած էր եւ կինը մահացած էր երկար հիվանդության յետք։ Եվ իր նախկին գործադերը չնչած էր իր թոշակը, որով բավարար դրամ չէր մնացած իր բոլոր ընթացիկ ծախսերը վճարելու համար։ Անձանոթը այս պատմությունը Սեմ Վայդենհոֆերի դեսերիզներեն մեկուն իբրև մեկնաբանություն գրած էր եւ Վայդենհոֆը այդ գրառումին ներշնչված էր ոչ միայն Ավստրալիային Միշիգան թռչելու բամփասի հետ հանդիպելու համար, այլ նաեւ ակցանց հանքանաբուտյան ցերնարգելու, որն ընդհանուր գումարը անցած է $1,700,000։ Երեք եւ այսօր մարդկային համերաշխությունը աշխարհում է կաշխատի, որպեսզի աշխարհը ավելի լավ վայր մթարնա։ Արհեստագիտության միջոցները փոխված են եւ բարելավված, բայց մարդկային սիրտը կմնա նույնը, միշտ սիրով լեցուն։ Վստահ ենք, որ մեր եղբայրներն ու քույրերը դիպանանի եւ սուրյո մեջ իրենց բաժինը պիտի ստանան Ամերիկայի իրենց եղբայրներեն ու քույրերեն նույն ոգիով եւ նույն հույսով։